Բարև ձեզ։ Այս փորձում ես կխոսեմ այն մասին, թե ինչպիսի դեր են կատարում գրաֆիկները մարդկանց կյանքում։ Գրաֆիկները մեր առօրյա կյանքում կարևոր դեր են խաղում, օգնելով մեզ վիզուալ կերպով պատկերացնել տվյալները, հասկանալ միտումները եւ կայացնել տեղեկատված որոշումներ։ Գրաֆիկները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում։ Օրինակ կրթության շրջանակներում ուսանողներ եւ ուսուցիչները օգտագործում են գրաֆիկներ մաթեմատիկայի, վիճակագրության եւ գիտությունների դասերի ժամանակ, տվյալների վերլուծության եւ ներկայացման համար։ Գրաֆիկները օգտագործում են նաև ֆինանսների և տնտեսության մեջ։ Բորսայական գրաֆիկները ցույց են տալիս արժեթղթերի գների տատանումները։ Ընկերությունները եկամուտների գրաֆիկներ են օգտագործում բիզնեսի զարգացման միտումները գնահատելու համար։ Գրաֆիկները նաև օգտագործում են առողջապահության մեջ։ Բժիշկները հիվանդների առողջական վիճակը հետևելու համար օգտագործում են գրաֆիկներ, օրինակ արյան ճնշման կամ սրտի հիվանդությունները կանխագուշակելու համար։ Տրանսպորտի երթևեկություն։ GPS համակարգերն ու քարտեզները օգտագործում են գրաֆիկներ երթևեկության խտությունը ցույց տալու համար։ Գրաֆիկները ցույց են տալիս գնացքների եւ ավտոբուսների ժամանակացույցերը։ Գրաֆիկը մեծ դեր է կատարում նաև աշխատանքի եւ բիզնես կառավարման մեջ։ Գործարանները օգտագործում են գրաֆիկներ աշխատակիցների ծանրաբեռնվածությունը բաշխելու համար։ Ծրագրերի կառավարիչները նախագծերի ընթացքը վերահսկելու համար կիրառում են Gantt-ի գրաֆիկներ։ Գրաֆիկը նաև օգտագործում են սպորտի ոլորտում։ Մարզիկներն ու մարզիչները գրաֆիկների միջոցով վերլուծում են իրենց արդյունքները։ Սպորտային հաղորդումները հաճախ ցույց են տալիս գրաֆիկներ խաղացողների վիճակագրության վերաբերյալ։ Սոցիալական մեդիա եւ տեխնոլոգիաներ։ Վերլուծական գործիքները գրաֆիկների միջոցով ներկայացվում են օգտատերերի ներգրավվածության տվյալները։ Սոցիալական ցանցերը օգտագործում են գրաֆիկներ ցուցադրելու դիտումների եւ հավանումների վիճակագրությունը։ Գրաֆիկը օգտագործում են նաեւ եղանակը որոշելու համար։ Եղանակային կանխատեսումները ներկայացվում են գրաֆիկների միջոցով, ցույց տալով ջերմաստիճանի, տեղումների եւ քամու փոփոխությունները։ Եվ այսպիսով գրաֆիկները մեզ թույլ են տալիս բարդ տվյալները ներկայացնել պարզ եւ հասկանալի ձևերով։